ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Դուք համամիտ եք ինձ հետ։ Հազարավոր մարդիկ մոտենում են մեզ մարզերում, մայրաքաղաքում, մարզ կենտրոններում եւ ասում են միակ խոսքերը։ Խնդրում ենք մինչև վերջ գնացեք եւ վերջապես ուժեղ Հայաստան դարձրեք, մեր երկիրը դարձրեք ուժեղ։ Այս պահի դրությամբ քաղաքացիական պայմանագիրը ուզում է մեր աջակիցներին, գիտակից մեր հայ ժողովրդի ներկայացուցիչներին, անկախ նրանից, թե որ երկրում են իրենք գտնվում։ Եթե դուք Սփյուռքում եք, անպայման եկեք Հայաստան եւ ուղիղ 2 ամսից մասնակցեք ընտրություններին։ Բոլորի ձայնը կարևոր է, բոլորի ձայնը որոշիչ է։ Անպայման ուղիղ 2 ամսից կատարեք ձեր ընտրությունը եւ մասնակցեք ընտրություններին։ Եվ համոզված եղեք, որ ուժեղ Հայաստանը գալու է շատ շուտով Սամվել Կարապետյանի հետ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Ողջույն սիրելի հայրենակիցներ։ Ինչ որ կատարվում է, ինչի համար որ հավաքվել ենք, կարծում եմ սա որևէ մեկի համար նորություն չէ, այսինքն ակնհայտ վախի դրսևորում է ընդամենը։ Եվ մենք ականատես ենք եղել այնպիսի կարմիր գծերի հատման, որ այլևս չենք էլ զարմանում։ Կապված եկեղեցու հետ, կապված մի քանի օր առաջ, երբ ազգային ժողովի նախագահը հայտարարում է, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, միակողմանի առևտուր են իրականացնում, Ադրբեջանից ապրանք են ներկրում, դա ներկայացնում են որպես հաղթանակ։ 1-2 ժամում մենք այսքանով արդեն հավաքվել ենք, պատկերացրեք, հապճեպ փոխելու հնարավորություն ընթաց աճումը եւ փոփոխությունը բերելու Հայաստանում, քանի որ 2 ամսից Հայաստանը լինելու է ուժեղ, քանի որ հայ ժողովուրդը փոփոխություններ են ուզում, հայ ժողովուրդը հոգնել է այս ամենից։ Իմիջիայլոց այդ իրանց պատգամավորներից մեկը, այն կիսաբաց լուսամուտներում, որ աշխատել էր, ինչ էր Հասմիկ Հակոբյան։ Հասմիկ Հակոբյանը այն անգամ ասեց, ասում է, մենք կարգել ենք Սամվել անունով բոլոր մարդկանց մասնակցել ընտրություններին, հիմա ոնց որ թե տենց է լինելու։ Առաջարկում եմ այսօրվա օրենքի մեջ նաև փոխել Ռաֆուս Սամվելի անունը, օրենքով ընդունեն, որ այսուհետ Ռաֆուս Սամվելը լինելու է Ռաֆու Նիկոլ։ Գրադարաններում էլ փոխեն գրքերը, դնեն Ռաֆու Նիկոլ գրքեր։ Անունից էլ միանգամից բան անեն, find replace տան Word-ի մեջ փոխեն, անունը Նիկոլով, Սամվել ինչքան կա Նիկոլ դնեն։ Ժողովուրդ ջան, այս մեր մի ժամվա երևի ընթացքում հավաքված բազմությունը վկայում է, որ մենք ուժեղ ենք։ Փոփոխությունները գալու են, եւ այդ փոփոխությունները գալու են միայն Սամվել Կարապետյանի հետ, ոչ մի ուրիշի հետ, միայն Սամվել Կարապետյանն է ունակ Հայաստանը հանել այս ծնկաչոք վիճակից։ Միայն Սամվել Կարապետյանի հետ, փոփոխություններ միայն Սամվել Կարապետյանի հետ։ Հաղթանակ! 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 Ողջույն սիրելի հայրենակիցներ, նախ շնորհավորում եմ մեր կանանց աղջիկների ապրիլի 7-ը, ցանկանում եմ, որ 2 ամսից դուք ապրեք արդեն ուժեղ Հայաստանում, որտեղ չեք վախից, որովհետև Սամվել Կարապետյան անունն է այն անունը, որը բերելու է փոփոխություն մեր ազգի համար, որտեղ մեր ազգը կդադարի կռացած ապրել,
որտեղ մեր ազգը կդադարի պառակտված լինել, որտեղ մեր ազգը հանդես է գալու միասնական, մեկ բռունցք դարձած։ Իսկ հայը երբ որ միասնական է ու մեկ բռունցք դարձած է, հավատացեք, բազմաչարչար մեր ժողովուրդը, եթե միասնական լինի, իրեն հաղթել հնարավոր չի։ Դա հասկանում են նաև մեր ժողովուրդը Իրան էլ չի ուզում։ Մարդիկ ուղիղ նայում են իր դեմքին, ասում են. Փաշինյան, հեռացիր։ Մարդիկ նայում են իր դեմքին, ասում են. Փաշինյան, մենք ձեզ էլ չենք ուզում։ Ժողովուրդը ասում, ոչ թե այն մարդկանց նման, որ մի քանի տարի առաջ չէին կարողանում հեռուստացույց առնել ապառիկով, հիմա դիզած հարստություններ ունեն։ Մեծ դղյակներ են սարքում, $5,000 շորեր են առնում, իրաց գործով չեն զբաղվում, ազգային ժողովի նախագահն էլ հելնում կանգնում ասում է, թե Հայաստանի երաշխավորը Ադրբեջանն է։ Ամոթ, 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 ամոթ։ Ինչ ենք ունենալու 61 օր անց։ Սիրելի ընկերներ, մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես է վախեցել իշխող խմբակցությունը եւ գործող իշխանությունները։ Մենք իրենց վախը հասկանում ենք։ Իրենք շուտով դառնալու են ընդդիմություն, շատերը կորցնելու են իրենց աշխատանքը, այլևս պատգամավոր չեն լինելու եւ չեն կարողանալու իրենց պարգևավճարներով ուրախացնել։ Այդ փողը գնալու է մեր ժողովրդի բարեկեցությանը, այդ գումարը գնալու է մեր հայրենիքի շենացմանը, այո, վերջ ենք տալու փողերի մսխմանը, պետական բյուջեի մսխմանը, մի վախեցեք, պարզապես պետք է հեռանալ և տալ այս երկրի զարգացման հնարավորություն, մի խանգարեք Սամվել Կարապետյանին, մի խանգարեք Հայաստանի հաջորդ վարչապետին, ստեղծել աշխատատեղեր, շենացնել Հայաստանը, փոքր բիզնեսը ազատել հարկերից, թողեք ժողովուրդը շնչի, հերիքա, Իշքան է դա շարունակվելու, իշքան պետք է ժողովուրդը ճռա, ունենք 20% աղքատություն, ամեն երրորդ հայ չի կարողանում շոր առնի, դուք գնում եք $5,000 ժիլետներ եք առնում, մի քանի $1,000 կոշիկներ եք հագնում, հիշեք մեր ձեր անցյալը, այդ հիշեք, հեռուստացույցը չէիք կարողանում գնայիք առնեիք, գնում վարկ էիք վերցնում։ Փոքրիկ խմբակին ասում ենք, մի վախեցեք, պարզապես հեռացեք, տվեք է ժողովուրդը շնչի, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը, մեր ժողովրդին, մեր հայրենակիցներին, բերելու է փոփոխություններ, փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Կարապետյանն է այն անձը, որը որ պատմության մեջ մտնելու է, հայոց պատմության մեջ մտնելու է, որպես փոփոխություն բերած անձ, որպես փոփոխություն բերած առաջնորդ, Սամվել Կարապետյանն է, որ ստեղծելու է ուժեղ բանակ, պաշտպանելու է մեր ժողովրդին, մեր զինվորներին, անվտանգ երկինք ենք ունենալու, փակ երկինք ենք ունենալու, որքան կարա այսքանը շարունակվի, ժողովուրդ, 2 ամիս, 2 ամսից ընդամենը ունենալու ենք ուժեղ առաջնորդություն, ունենալու ենք առաջնորդում հարգելու են գերտերությունների ղեկավարները,
ովքեր գնալու են աշխարհի մայրաքաղաքներ եւ գլուխը բարձր ներկայացնելու են մեր ժողովուրդը։ Կարապետյան! Կարապետյան! Հայաստանը ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել Կարապետյանն է այն անձը, որը մի քանի ամսից, ընդամենը 2 ամսից Հայաստանն առաջնորդելու է դեպի բարեկեցիկ եւ ուժեղ ապագա։ Սամվել! Սամվել! Եկեք կրկնենք Սամվել Կարապետյանի անունը, իրենք գիտենք, որ արդեն ոչ միայն նկարից են վախում, այլ նաև անունից են վախում։ Սամվել! 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 Սիրելի ընկերներ, բոլորը տեղյակ եք, որ ամսի 11-ին ժամը 5-ին ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում, ցույց տանք միասնականությունը, մեր վճռականությունը եւ այո ասենք փոփոխություններին։ Փոփոխություն միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Էդգարը ուրա։ Էդգար ջան։ Սիրելի ժողովուրդ, մի հռետորական հարց եմ ուզում հիմա հնչեցնել։ Իսկ ովքեր են այն մարդիկ, ովքեր հիմա ուզում են ընդունել այս ապօրինի բոլորի իրավունքները սահմանափակող օրենքը։ Նրանք են մարդիկ էին, ովքեր 21 թվականին առաջադրվել էին որպես պատգամավորներ եւ մեր ժողովրդին խոստումներ էին տվել։ Խոստումներ էին տվել մեր երկրում արդարություն, ժողովրդավարություն հաստատելու համար, Արցախի կարգավիճակը ճանաչելու համար։ Հիմա այս մարդիկ են, նույն մարդիկ նորից են ուզում դառնան պատգամավոր։ Այսինքն 21 թվին մի անգամ խաբել են մարդկանց, հիմա ընդունում են ապօրինի օրենքներ, որպեսզի մի անգամ եւս դառնան պատգամավոր։ Արդյոք թույլ է տալուս մեր ժողովուրդը նրանց տիրանալ իր օրինական իշխանությանը։ Ես կարծում եմ այդ հարցը ունի մեկ պատասխան. ոչ եւ ոչ մի դեպքում։ Իսկ ինչի համար են նրանք այդ ամենն անում։ Նրանք այդ նույն մարդիկ են, ովքեր միայն դեկտեմբեր ամսին յուրաքանչյուրը ստացել է 3 միլիոն դրամ պարգևավճար։ Հիմա արդեն պարզ է, չէ՞ թե ինչի համար էին նրանք այդ պարգևավճարները ստանում։ Միայն ապօրինություններ գործելու համար։ Մի քանի օր առաջ HTM լրատվական կայքը հրապարակել էր պատգամավորների անուններ, ովքեր այս ամբողջ ոստիկաններով ճղրտա այդ կնոջ դեմ մենակ մի բանի համար, որ նա ունի իր դավաճանական տեսակետներից տարբերվող կարծիք Ազատության հրապարակում։ Ինքը պիտի տեսնի այդ մարդկայի մեծ բազմությունը եւ թող տեսնենք այդ ժամանակ ինքը ուր է ճողոպրելու, որովհետեւ ինքը միշտ ճողոպրել է։ Միշտ ճողոպրել է, երբ որ 2022 թվականին են այստեղ մարդիկ հավաքվել։ Միշտ ճողոպրել է, երբ որ մայիսի 9-ին հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որովհետեւ ինքը վախենում է մեզնից, վախենում է հայ ժողովրդից ու գիտի թե ինչի համար է վախենում։ Ինքը ամենից լավ գիտի, թե ինչ ճշտամություններ, ինչ հանցանքներ է գործել մեր պետության ու մեր ժողովրդի առաջ։ Եվ այդ թույլ, խեղճ, վախկոտ դավաճանին ի հակադիր մենք ունենք ուժեղ, իր ժողովուրդը սիրող, իր հաջողությունները սեփական ուժերով կերտած եւ այդ հաջողությունները իր ժողովրդի հետ կիսած առաջնորդ իդեմս Սամվել Կարապետյանի։ Ժողովուրդ ջան, եւս մեկ անգամ բոլորս փաստում ենք օր-օրի այս իշխանությունների գործողություններից փաստում ենք,
իրենց վախերը։ Օր-օրի այս իշխանությունների վախերը շատանում են։ Օր-օրի մենք ուժեղանում ենք, համախմբվում ենք օր-օրի ավելի շատ և դրայից զուգահեռ այս իշխանությունների վախն է շատանում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այս աշխատանքային օրով ձեր առօրյա հոգսերից ու գործերից կտրվել և եկել եք այստեղ, ասուլիսը ավարտվեց և մեր ակցիան էլ ավարտենք։ Եվ ինչպես ընկերներս նշեցին, ապրիլի 11-ին Ազատության հրապարակում ժամը 17:00-ին հավաքվում ենք բոլորս, այն մարդիկ, ովքեր ուզում են փոփոխություն, այն մարդիկ, ովքեր ուզում են ապրեն արժանապատիվ, այն մարդիկ, ովքեր ուզում են ապրեն ուժեղ Հայաստանում, ուզում են ապրեն լավ, ուզում են ապրեն արժանապատիվ, ուզում են ունենան ուժեղ անվտանգություն և երկարատև խաղաղություն։ Ապրիլի 11-ին Ազատության հրապարակում ժամը 17:00-ին հավաքվում ենք բոլորս, ցույց ենք տալիս մեր միասնականությունը, ցույց ենք տալիս մեր ուժը։ Շնորհակալ եմ բոլորիցս, Աստված բոլորիդ հետ, մինչ ամսի 11-ը։ Դեպի ձեզ, ես կվերցնեք տղեկ։ Ինչպես են արձագանքում թե մարզերում, թե եկեղեցիներում, այս է իրական պատկերն է։ Սա է իրական պատկերը ՔՊ-ի վարկանիշի։ Խնդրում եմ նայեք նույնձև, թե մենք ինչպես ենք պտտվում մարզերում, որտեղ ենք լինում, ժողովուրդը ինչպես է արձագանքում, մեզ ինչ է խնդրում, ինչ հույս ու հավատով է կապվում մեր հետ եւ ճանապարհ են գնում մեր հետ։ Այս է իրական վարկանիշը։ Թե չէ առավոտից իրիկուն նստեն թվեր նկարեն, այդ թվերը բոլորը կարան նկարեն։ Ինչ 17, ինչ 20, ինչ 30։ Ամեն դեպքում վարչական ռեսուրս գոյություն ունի։ Զարա ջան, եկեք փաստենք, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Այս ամիսների ընթացքում մեր հանրության հետ շփումներում անընդհատ ասել ենք եւ մեր հանրությունը հասկացել է, որ սա ճակատագրական ընտրություններ են լինելու Հայաստանի Հանրապետության համար ու մեր ազգի համար, մեր երեխեքի համար։ Ես ավելի քան համոզված եմ, որ մեր ազգը հասկացել է, որ սա մեր պետության ընտրեք որևիցե կազմակերպության, որևիցե նեյտրալ կազմակերպության, մենք պատվիրենք թող թվերը տա, տեսեք ինչ թվեր կան։ Ձեզնից շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, ասեք Նարեկ ջան։ Պարոն Ալեքսանյան, Տելեգրամյան ալիքներում հրապարակվեց տվյալ, որ տարիներ առաջ դուք հավաքագրվել եք Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության կողմից որպես գործակալ, ինչպես կմեկնաբանեք։ Ձեր կարծիքով Նարեկ ջան, նմանատիպ բարբաջանքների եւ հերուրանքների արժե առասարակ արձագանքել թե չէ։ Կեղծ են այսինքն այստեղ։ Իհարկե կեղծ է, դուք ոնց եք կարծում։ Դե դուք ես ասում եմ, նմանատիպ ապուշ բաներ անընդհատ կարող են գրել, ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք չէ արձագանքել, էնել ես ասեմ, գիտեք ինչ կա, տենց բան չկա, թող գրեն, էլի չեն կարողանում մեր անցյալից ինչ որ բծեր գտնեն, փորձեն մարդկանց աշկին մեծ գցեն, դե բարձա պետքա նստեն ինչ որ հեքիաթներ փորձեն հորինել, եթե հորինեն էլի իրանց կյանքն է տենց հեքիաթանման ձեր հետ կապված պարոն Ալեքսանյան թիմի այլ անդամների հետ կապված։ Իրանց հարցրեք։ Ուղղակի թղթապանակներ եք անում Արադ Միրզոյանի առանձնատան նկարներ, հագուստներ գնել։ ԿՊԱ-ական փոքրիկ խմբակի անդամներին հարցրեք Նարեկ ջան։ Իսկ դուք այդպես չեք կարծում։ Իմ կարծիքն եմ ասում, որևէ Ձեր կարծիքը իմ համար կարևոր է, դրա համար։ Հետո առանձին ես եթերից դուրս իմ կարծիքը։ Շատ լավ։ Իհարկե ավելի քան համոզմունք ունեմ, որ իրենց իսկ պատվերով, իրենց իսկ կուրացիայի տակ գտնվող fake edge-երով եւ այլ ռեսուրսներով տարածվող եւ հորինվող ինֆորմացիաներ են դրանք Նարեկ ջան։ Արադ Միրզոյանի առանձնատունը ինչով է տարբերվում մյուս ԿՊՀ-ականների առանձնատունից, դրանց երբ եք անդրադառնում։ Կամաց բոլորի ժողովրդից
կորզած ժողովրդի հաշվին դիզած հարստությունները կամած ցույց կտամ Զարա ջան, հետ չմտածեք։ Միանշանակ ամեն օր ամբողջ հանրապետությունով մենք շփվում ենք մեր հայրենակիցների հետ, մեր հայրենակիցներին ներկայացնում ենք մեր ծրագրերը, մեր հայրենակիցներից լսում ենք իրենց ցանկությունները, մեր հայրենակիցներից լսում ենք իրենց խնդիրները, որոնք ունեցել են տարիներ շարունակ, լսում ենք անգամ իրենց իսկ կողմից տրվող լուծումները։ Շնորհակալ եմ։